Սիրելիներ, շարունակում ենք մեղքի բնույթը և մեղքի տեսակները։ Ինչպես ձուկն է ջրում ապրում, այնպես էլ մենք ենք Աստծուն հնազանդվելով ապրում։ Միայն Աստծո օրենքի մեջ ապրելով կարող ենք իսկապես ազատ լինել։ Մեղքը ունի սկիզբ։ Աստված աշխարհը կատարյալ էր ստեղծել, ոչ մի բան թերի չէր։ Բայց ահա Ծննդոց գրքի 3-րդ գլուխը պատմում է մարդու առաջին մեղքի և անկման պատմությունը։ Մարդը մաքրության վիճակից ընկավ մեղքի վիճակի մեջ։ Ադամը ցանկացավ ուտել պտուղը, որ իմաստուն լիներ, և ինքը տնօրիներ սեփական ճակատագիրը, այլ ոչ թե Աստված իր փոխարեն։ Ահա մարդը մերժում է Աստծո կամքը, և մարդու եսը գրավում է Աստծո տեղը։ Աստծո պատվիրան արհամարհելը մեղք է, և Աստված էլ մեզ կարհամարհի։ Մեղքը հաճախ դրսևորվում է որպես սխալ բաների անզուսպ ցանկություն։ Հակոբոսը շատ պարզ է արտահայտում այս ճշմարտությունը։ Սակայն յուրաքանչյուրը փորձվում է իր ցանկություններից հրապուրվելով ու խաբվելով։ Մարդը հազվադեպ է ընդունում, գիտակցում իր մեղքի մեջ լինելը։ Շատ տարածված սխալ կա։ Մարդն իրեն մեղավոր չի համարում, քանի որ չի խաբում, չի գողանում, չի սպանում։ Իրեն միանգամայն արդար է համարում, բայց մեղքը շատ ավելի խորն է մարդու սրտում։ Մեղքը վիճակ է ինչպես հիվանդությունը։ Մարդը մեղքի գերության մեջ է, և առանց Աստծո շնորհի նա չի կարող փոխվել, պարզապես բարի գործեր անելով։ Հաճախ թվում է, թե որոշ մեղքեր ավելի լուրջ են, քան մյուսները, բայց չկան մեծ ու փոքր մեղքեր։ Նախանձն ու ստախոսությունը նշվում են մարդասպանության և շնության հետ կողք կողքի։ Երբ սիրտը չար է, դրանից ելնող ամեն բան չար է։ Կարդանք Մարկոսի ավետարան 7-րդ գլխի 21-րդ խոսքը։ Որովհետև ներսից, մարդու սրտից են ելնում չար խորհուրդները, շնությունները, պոռնկությունները, սպանությունները, գողությունները, ագահությունը, չարությունը, նենգությունը, պիղծ ցանկությունները, չար աչքը, հայհոյությունը, ամբարտավանությունը, անզգամությունը։ Այս բոլոր չար բաները ներսից են ելնում և պղծում են մարդուն։ Որոշ մեղքեր, ագահությունը կամ պոռնկությունն ավելի հաճախակի են նշվում, քան մյուսները։ Դարձյալ սա չի նշանակում, թե դրանք ավելի լուրջ մեղքեր են։ Պարզապես որոշ մեղքեր ավելի մեծ տարածում ունեն, քան մյուսները։ Մի մասը մտքի մեղքեր են, մյուսները գործողության։ Կարդանք Գաղատացիներին ուղղված թղթի 5-րդ գլուխն ամբողջությամբ։ Ուստի ձեզ ասում եմ, հոգով քայլեցեք, և մարմնավորի ցանկությունը չեք կատարի։ Մարմնավոր բնույթի գործերը հայտնի են, ինչպես շնություն, պոռնկություն, պղծություն, ամբարոյություն, կռապաշտություն, կախարդություն, ատելություն, կռիվ, չարակամություն, բարկություն, հակառակություն, երկպառակություններ, բաժանումներ, նախանձություններ, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ։ Նախապես ասում եմ ձեզ, ինչպես և անցյալում զգուշացրել եմ, թե այսպիսի բաներ անողներն Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Սիրելիներ, չանտեսենք Աստծո կամքը, թույլ տանք, որ Աստված փոխի մեզ իր ողորմությամբ։ Քրիստոնյայի համար հետմահու կյանքն ավելին է, քան սոսկ գոյություն։ Մահից հետո մարդը ստանում է գոյության ավելի լիարժեք մի վիճակ, որում սերտ հարաբերություն է պահպանում Աստծո հետ։ Դա հավիտենական կյանքի շարունակությունն է։ Մեռելների հարություն է լինելու, հավատացյալը փառավորյալ մարմին է ունենալու։ Անհավատը ևս ընկնում է գոյության մի վիճակի մեջ, որն է տանջանք և բաժանում Աստծուց։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք պատասխանատու ենք մեր սեփական մեղքերի համար և չենք կարող որևէ մեկին մեղադրել։ Սիրելիներ, հաջորդ վիդեոյում կշարունակեմ մեղքի թեման, կխոսեմ մեղքի հետևանքներից։ Աստվածաշունչն ասում է, որ մարդու անկումով, մարդու առաջին մեղքով, կտրուկ փոփոխություն եղավ տիեզերքում։ Մահ եկավ մարդկության վրա։
Հետևապես չպետք է թեթևության վարվենք մեղքի հետ և չենթադրենք, թե քրիստոնյաները զերծ են մեղքի հետևանքներից։ Մեղքի հետևանքների մեր իմացությունը պետք է ավելի զգոն դարձնի մեզ։ Ադամի և Եվայի անհնազանդությունից անմիջապես հետո ինչ որ բան փոխվեց Աստծո հետ նրանց հարաբերություններում։ Մեղքի հետևանքով նրանք իրենց վրա էին բերել Աստծո բարկությունը, պատիժը և մահը։ Մնացեք խաղաղությամբ, սիրելիներ։